Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, հիմա էլ շարունակում ենք հայտարարել, որ հայ առաքելական եկեղեցու կողքին ենք։ Տեսնենք process-ները ինչպես կզարգանա, մենք նախորդ դեպքերում մեր անհամաձայնությունն ենք հայտնել հրապարակային իրենց գործողությունների դեպի Մայրաթոռը, հիմա էլ ենք հայտնում, ընթացքում երևի արդեն ցույց կտա, ամեն դեպքում իմ մտավախությունները արդարացվեց, որ եթե իրենք հասնեն հաջողության, հաջորդը լինելու է դա եւ այն մտավախությունը, որ շատ վաղաշապացիներ, նաեւ խոյեցիներ դարձան պարզապես գործիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը սպասարկելու համար, որի համար շատ ցավում եմ, մենք շատ խոսեցինք դրա մասին, շատերի հետ փորձեցինք զրուցել, ասել, որ մի ներգրավեք, որովհետեւ դուք դա ձեզ համար չեք անում, դուք ծառայում եք չարին, դուք ձեր մեկ ձայնով պարզապես ջուր եք տեսնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին իր հրեշավոր ծրագրերին։ Այո, ես Գևորգ Պապոյանի եւ կնունքի քավորն եմ եւ հարսանիքի քավորն եմ, բայց կարծում եմ սա քաղաքական ամեն դեպքում կատեգորիա չէ, թույլ տվեք ես այդ դաշ չմտնեմ, այդ բոլոր հարցը դե ով մտել է հարցրեք իրան, խնդրում եմ այդ հարցը տակ իրեն։ Ես թույլ տվեք, մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են, մենք հարաբերություններ ընդհանրապես չունենք, մնացած հարցերի հետ կապված բարոյական կողմի եւ մնացած հարցերը խնդրում եմ տվեք իրան։ Կանխել եմ մենք ի սկզբանե էլ, ես ասում եմ նախորդ ակցիաների ժամանակ դեպի Մայրաթոռը մենք մեր թիմով մասնակիցն ենք եղել եւ փորձել ենք կանխել, հիմա էլ ենք լինելու ենք հայ առաքելական եկեղեցու կողքին, ինչպես ես նախկինում ասել եմ, իրենց այն թեզերը, որ սա որոշ հոգեվորականների բարձրաստիճան հոգեվորականների դեմ է, դա այդպես չէ, դա հայ առաքելական եկեղեցու դեմ է եւ իրենք երբ որ իրենց այսպես ասած հոգեվոր հավաքները ամբողջը հենց սկսեն, իմ ասացում մարդիկ արդեն նաև վաղաշապացիները կհամոզվեն, որ դա հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Մենք ամեն պարագայում եկեղեցու կողքին ենք, որքան էլ որոշ հոգեվորականներ, ցավով եմ սա ասում, հոգեվորականներ գնացել էին, որպիսի կեղծ պատարակ մատուցողների, կեղծ պատարակի ներկա լինողների կողքը նույն բեմում կանգնեին եւ աղոթք բարձրացնեին իրենց գործերի համար։ Սա ես անկեղծ ցավով եմ ասում, շատ, որովհետեւ անձամբ էլ այդ հոգեվորականին ես ինքս ճանաչում եմ։ Պարզապես անհասկանալի մի բան։ Ֆեյք պատարակի ավելի վատ բեմադրությունը տեղի ունեցավ իրենց հանրահավաքի ժամանակ վաղաշաբաթում, որտեղ հոգեվորականը պարզապես որ եկել էր օրնում էր, չգիտեմ, ինչ ասեմ, ավել բան չեմ ուզում ասեմ, այս հարցը ինձ էլի են տվել, փորձել եմ շրջանցել, որովհետեւ ամեն դեպքում ես խոսում եմ հայ առաքելական եկեղեցու հոգեվորականի մասին։ Այս ամեն ինչ իրենք պլանավորել էին ընտրությունների ընթացքում, պարզապես երևի թե մտածում են, որ ընտրությունների ընթացքում բարձրաձայն են սկսեն, դա կարող է հակառակ էֆեկտ տալ, հակառակ ռեակցիան տալ, ոնց որ եղավ շատ դեպքերում մարդկանց
հանիրավի գործից ազատելուց, ապօրինի մարդկանց հորդորելուց, որպեսզի ազատման դիմումներ են գրել, այլ քաղաքական ճամբարներում լինելու համար։ Միգուցե կարծում եմ մտածել են, որ տեսել են, որ դա տալիս է հակառակ էֆեկտը իրենց քաղաքական թիմի համար, ասել են, եթե հիմա քրեական գործեր փորձենք հարուցենք, դա նույնպես ձերբակալություններ իրականացնեն, դա նույնպես տալու է հակառակ էֆեկտը եւ իհարկե, որ մեր վարկանիշը իրենց վարկանիշը ավելի կնվազեր դրանից, մեր վարկանիշը կբարձրանար, փորձել են թողել ընտրություններից հետո, դուք ճիշտ եք նշում, էլի, այս երեք էլ շատ մարդիկ վաղար շաբաթցիներ էջմիած տեսել, ասում են, լավ, հիմա հաղթել են ընտրությունները, հիմա ինչ են ուզում։ Ես ասում եմ ինչ են ուզում։ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրություններ են։ Կա վաղաշաբաթ համայնքում ձևավորված թիմ, մեծ ընդդիմադիր կուր թիմ, միմյանց թև ու թիկուն կանգնող թիմ, ովքեր ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրենց անհամաձայնությունը հայտնելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Պայքարը երբեք չի ավարտվում։ Իրենք հիմա փորձելու են մեր թիմը տարբեր քրեական գործերով պառակտում մտցնել, բայց չեմ կարծում, որովհետև թիմն այնքան անսասան է, թիմն այնքան իր նպատակների, իր գաղափարների նվիրված է, որ եթե փորձ որոշ մարդկանց հաջողվի որոշ մարդկանց էլ թիմից կտրել, ամեն դեպքում դա արդյունք չի տալու իրենց համար։ Այս քրեական գործերը ազդակների սկիզբն են, հետագա ազդակները երևի թե կտեսնենք ոնց է լինելու, ես նաև չեմ բացառում իրենց, քանի որ իրանք չար մարդիկ են, ես չեմ բացառում, որ շատ մարդկանց հանդեպ նոր սկսվելու քաղաքական, այդ գործից ազատման բարեկամներին, հարազատներին, աշխատանքից ազատման process-ը դեռևս նոր թափով շարունակվելու է, եւ մենք մոտ ապագայում դա կտեսնենք, բացի դա իրենք շատ մարդիկ թիմակիցներ ունեն, որոնց նույն պաշտոնի վրա մի 10 հոգու տարբեր մարդկանց խոստացել են, այդ մարդկանց աշխատանքի պիտի տեղավորեն, նոր աշխատանքից ազատման դեպքեր ենք տեսնելու տարբեր, խոսքով ամեն ինչ կարծես նոր է սկսվում, իսկ Չէ, նման քննարկում դեռ չենք ունեցել, որովհետև 2 օր է անցել դեռ, կարելի ասել 1 օր է եղել, 3 ամբողջ օրն էլ մենք թիմով պետք է հավաքվենք, բավականին խոսելու բան կար, քննարկելու, հետագա հենց ձեր ասած հարցերի հետ կապված, սակայն այս քրեական գործերը, չգիտեմ, այտենց տարածվեց, զբաղված էինք փաստաբանները նաև զբաղված էին դրանցով, բայց իհարկե մեր մասնակցությունը հավաքականությունում լինելու է այն առաջնահերթություններով, ինչը մենք քարոզարշավի ընթացքում ասել ենք, որ պետք է վաղաշաբաթ քաղաքը, Խոյ համայնքը, Էջմիածին քաղաքում իրականացվի, այդ ծրագրերն ենք առաջ քաշելու, փորձելու ենք մեր մասնակցությամբ այդ ծրագրերին լուծումներ տալ։